Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այնուամենայնիվ արձագանքեմ Տիկին Անդրեսյան, ես ճիշտ հասկացա, որ Հայաստանում ընդհանրապես ուրեմն ուսուցիչների կամավոր ատեստացիա անցած, այս պահին անցած ուրեմն ուսուցիչները կազմում են ամբողջ ուսուցչական թվաքանակի 20%-ը, հա, մոտավորապես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շատ լավ, փաստորեն եւ մեկ անգամ էլ հաստատենք Հանրապետությունում մոտավորապես 1240 ուսումնական հաստատություն կա հանրակրթական, չէ՞։ Ինչքան 1353։ Շատ լավ։ Մենք կոնկրետ կարող ենք հանրապետության մասշտաբով ասել, թե քանի դպրոցում չունենք այս պահին կամ տնօրենի հաստիքը թափուր է։ Այս 349-ի մասին էր խոսքը, եթե ամբողջ հանրապետությամբ։ Այո, 349։ Շատ լավ, որը կարծում եմ իսկապես սրանք լուրջ ցուցանիշներ են, երկուսի պարագայում էլ լուրջ եւ իմ խորը համոզումով լուրջ եւ բացասական ցուցանիշներ են։ 300 ես համամիտ եմ, որ ավելի լավ ընտրությունը կատարվի որակյալ եւ հետագայում կրթական գործընթացի վրա որակյալ ազդեցություն ունենալու այդ կոնտեքստում համաձայն եմ դրա հետ, բայց նաեւ մյուս կողմից չի կարելի չգնահատել, թե որքան ռիսկային է, երբ որ դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարների վիճակը եւ այլն, թե ինչ կարեւոր է դպրոցի տնօրեն ունենալը։ Սա լուրջ ցուցիչ է եւ ես կարծում եմ նաեւ խոսում է նաեւ կազմակերպման, այսինքն խնդիրներ կան, որոնք բավարար կամ պատշաճ ուշադրության կամ գնահատման չեն արժանացել, որ այս բանի, որում սա տարիներ շարունակ մենք արձանագրում ենք այս թափուրությունը, բայց ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ հուշարձանների վերականգնման օրոքման խնդրի առնչությամբ, բնականաբար հուշարձանները իրենց նշանակությամբ թե հանրային ներողություն, տեղական նշանակության են հանրապետական եւ այլն, ինչ օրենքով կարգավորված է։ Եվ եթե դուք ունեք որոշակի այսպես վերաբերմունք, որը ես եմ հասկանում, հանրապետությունում տեղակայված տարբեր հուշարձանների պահպանության կամ պաշտպանության առնչությամբ եւ հանրային վերաբերմունքի ոչ միշտ նույն մակարդակի առնչությամբ, դա եւս պետության խնդիրն է, բավարար կրթական մշակութային քաղաքականություն իրականացնելու, հանրային իրազեկվածության եւ այլն, բայց Թումանյանի եւ Ցեղասպանության հուշահամալիրի թանգարանների այդ երկուսի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում, ոչ որակյալ կազմակերպվածության մասին։ Եվ նաև ես ուզում եմ բարձրաձայնել, որ այնուամենայնիվ այդ ոչ որակյալ կազմակերպվածությունը, ոչ որակյալ ընթացակարգերը, ոչ պատշաճ ընթացակարգերի պատճառով նաև հանրային բյուջեին է վնաս հասցվել, որովհետև դուք կամ պետությունը գնում է նաև սխալների ուղղման ճանապարհով։ Այսինքն 750 միլիոնի գնահատված աշխատանքների գոնե մի ծավալ, նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագծերը ստեցան խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային, ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որտեղ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին թերություններն ենք արձանագրում, նաև ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք Ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալ, եկեք համաձայնենք, բայց նաև սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց Ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր այս առումով, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական
ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպի։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսյանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսյանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման։ Եվ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես սրա մասին եմ խոսում։ Ասենք այդ $1000 ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000 իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի եւ մենք բոլորս ասում ենք այո, դա այդպես պիտի լինի եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի Մարդիկ են պատգամներ են նստած, ձեզ թողեց ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ, ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան, բացարձակապես։ Ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը։ Եվ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել, ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այտենց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա այտենց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Էդի չէ դա քրքրումների մաս։ Ինչ կառուցողը։ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևորը փնայում ցուցակից է եղել։ Ես խոսում ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան, այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բան չեք տանում ուրիշ դաշտ։ Ինչու եք տանում ուրիշ դաշտ։ Ես դերեկտար հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել Ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք չէ՞ որ չեք կարելի անորակ հնդիկների կուվալով տալ ջարդել այդ հուշարձանը։ Այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որտեվ տենց կարող է այլ տեղ հասնենք, էլի։ Իսկ որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիքը։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ է եղել 12 թվականին։ Լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից, թողտես կանչի նախարարությունը։ Այստեղ քննարկում։ Տիկին Գալստյան, եկել ասում եք վանդալիզմ, ես էլ ասում շատ լավ, վանդալիզմը ձեր ցուցակից է անողը, զանգեք ասեք, եղբայր չես ամանչում, ինչ ես վանդալիզմ անում։ Ոնց չի հետաքրում, բա ում է հետաքրում։
Դե այդ եմ ասում, մասնագետ արդեն իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, իդեմս ձեզ մյուս նյութերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրեն։ Քննարկում ենք հուշարձանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Սիրով ձեզ կհրավիրեն, կգաք։ Մի տարիք շանտաժի դաշտ, ես խոսում եմ հուշարձանի նորոգումից, դուք ցուցակեք։ Դրանք տարբեր բաներ են։ Արդեն հուշարձանի նորոգություն խոսում, ասում եմ հաջորդ նյութերի ժամանակ իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, գնաք ձեր կարծիքը կասեք։ Էհն, միակ անգամ էլ ձեր առաջարկը փոխանցում Տիկին Անդրեասյան, լավ մասնագետ ունենք, ասում եմ, հրավիրեք թողա, մեկ ավել կարծիքը, կարծում եմ, ված չի։ Ես ընդհանուր էի ասում, ասում եք վանդալեզ, ասում հա, օքեյ։ Բերեցի օրինակ, ձեր տունը չեք վերանորոգել, չի եղել, որ մտել եք, տեսել եք ինչ-որ մի բան այն չի։ Այսինքն որ միջև այդ վանդալիզմ քանդվում, այդ ամբողջը որ այդպես մնար փլատակները վերածվելու, այդ սրբավայրի ժամանակ չէիք լացելու, չէիք հուզվելու։ Կամ ընկերություն բացեք, եթե այդքան լավ մասնագետ եք, հաստատ ձեր պատգամավորի աշխատավարձից շատ կստանաք, էլի գնացեք։ Ու այնքան պատմամշակութային տենց սրբավայրեր է հիմա նախարարությունը կառուցում, որ կա հաստատ անգործ չեք մնա, էլի։ Բարեգործ եք, ասում են բարեգործը կառուցում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքացին, ամենամեծ բարեգործը, լսեք Տիկին Գալստյան։ Մենք քննարկում ենք օրակարգային հարց, դուք չափը անցնում եք։ Իմ տան հետ գործ չունեք, իմ մասնագիտական որակների հետ գործ չունեք, իմ մանդատի հետ գործ չունեք եւ իմ ապագա քաղաքական ճակատագրին էլ թող ձեզ չանհանգստացնի։ Մտածեք ձեր սեփական քաղաքական թիմի թե թողած արյունոտ հետագծի եւ թե ապագայի մասին։ Այ քեզ բան։ Ունակ չեք մասնագիտական քննարկում։ Շարունակեք հետո։ Դուք խոսում եք ինչ որ վե արժեքներից, տենց հա նստել եք, բայց դուք չեք հարգում նույնիսկ ձեր գործընկերներին, հա։ Ես նույնիսկ ամաչում եմ ձեզ հիմա նկատողություն անել։ Խոսում եք տարական էթիկա, տարական էթիկա է, որ ձեր ժամանակից տված 10 անգամ ավել խախտել եք, մի հատ է տենց հետեք բան եք անում, էլի։ Դե հիմա խնդրում եմ լռեք եւ նստեք եւ ժամանակ տվեք ձեր գործընկերներին։ Տարական էթիկա է։